Բարի լույս, այսօր ապրիլի 7-ն է, այսօր ավետման տոնն է եւ ես շնորհավորում եմ մեզ բոլորիս այս հրաշալի, այս խորհրդավոր, այս գեղեցիկ տոնի առիթով, սիրելիներ։ Ապրիլի 7-ը միայն մեզ չի պատմում այն մասին, որ Սուրբ Աստվածածինը հղիացավ։ Ապրիլի 7-ը եւ ավետման տոնը մեզ պատմում է մի մեծ ավետիսի մասին, որով սկիզբ է տրվում մարդկության սերնդի փրկagorցության։ Այո, փրկagorությունը սկսվում է այն պահից, երբ, ինչպես ցույց է տալիս ու պատմում է մեզ Ղուկասի ավետարանի առաջին գլուխը, հրեշտակը գալով նրա մոտ ասաց. «Ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց եւ մտքում խորում էր, թե ինչ բան էր այս ողջույնը։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց դու շնորհ կտար։ Եվ ահա դու կհղիանաս եւ կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի, եւ Տեր Աստված նրան կտա նրա հոր Դավթի աթոռը, եւ նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։ Ահա այս խոսքերով է սկսվում փրկությունը։ Նրա թագավորությունը վախճան չի ունենալու։ Ավետման տոնը, սիրելիներ, գալիս է մեր մեջ դնելու նոր հույսի, նոր կյանքի հույսի այդ սերմնահատիկը, որովհետև այս ավետիսով է, որ այլևս սկսվում է Աստծո խոսքի մարմնավորման գործընթացը իր մոր Մարիամի որովայնի մեջ։ Այսինքն մեր փրկությունը։ Եվ Մարիամը այս պարագային դառնում է մեզ բոլորիս կրողը, սիրելիներ։ Եթե այլաբանորեն իհարկե ասեմ, որովհետև եթե մենք Քրիստոսի մեջ ենք, Քրիստոսը իր մոր մեջ է։ Եվ Մարիամը այս պահին խորհրդավոր առումով դառնում է մեզ բոլորիս պարուրողը իր մարիական սիրով։ Հետևաբար այսօրը նաև մայրերի օրհնության օրն է, որտեղ մայրը կրում է իր մեջ իր զավակին բովանդակությամբ, ամբողջությամբ, եւ մայրն է պաշտպանը, մայրն է հոգը տանողը, մայրն է ջերմացնողը այդ պտղի։ Յուրաքանչյուր մեկս պտուղներ ենք, սիրելիներ։ Մի օր մենք ծնվելու ենք հավիտենական կյանքի մեջ։ Այսօր մեր մայրը իդեմս Սուրբ Աստվածածնի մեր եկեղեցիներն են, որոնք մեզ ջերմացնում ու պարուրում են իրենց որովայնի մեջ, մինչև որ հասնի ժամանակը եւ մենք էլ արժանանանք հավիտենական կյանքի ծննդյանը։ Ուրեմն ավետման տոնը միայն Աստվածածնին տրված ողջույնը չէր, այլ յուրաքանչյուր մեկիս ուղված ողջույնն է, որ ուրախացեք, որովհետև ահա ձեր փրկության սկիզբը դրվեց։ Շնորհավորում եմ բոլոր մեր մայրերին, քույրերին, կանանց, որովհետև ինձ համար կանանց գեղեցկության, մայրության տոնը այս օրն է, սիրելիներ։ Չկա ավելի մեծ տոն կնոջ համար, քան տեսնել Աստվածածնի այդ խորհրդավորությունը իր կյանքի մեջ, օրինակ վերցնել Աստվածածնից եւ կարողանալ կիրառել սեփական ընտանիքում եւ սեփական կյանքում։ Հետեւաբար շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում, որ առողջ լինեք եւ նմանվեք Աստվածածնին, թող Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը բոլորիդ ուղեկից լինի եւ կարողանաք անսպառ ջերմությամբ պարուրել ձեր ընտանիքները, ձեր տները, ձեր զավակներին, ձեր ամուսիններին, այն բոլոր մարդկանց, ովքեր ձեզ հետ փոխհարաբերության մեջ են, որտեղ սիրելիներս, ձեր ջերմությամբ նաեւ մենք բոլորս շարունակում ենք ջերմ մնալ մեկս մյուսիս հետ։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ, Աստված օրհնի ամենքիս։